328-ի հետ կապված զորահանդեսը բացի նախընտրական, այսպես ասենք, քարոզչության շրջանակներում օգտագործվող միջոց, ընդհանուր ձեր տպավորությունը ինչպիսին էր։ Պիտի մտնեմ մասնագիտական բաների մեջ, չեմ կարծում, որ այս պահին ճիշտ է։ Որոշ մտահոգություններ լավ ավելի բացեմ, որոշ մտահոգություններ ունեմ, մտահոգությունները հետևյալն են։ Ես տեսա հնդկական ինչ-որ գնումների արդյունքում ձեր բերած զենքեր, ֆրանսիական, ռուսական, իրանական, այսօրվա պատերազմը ուղղակի այսօրվա բանակը ենթադրում է, որ այդ ամբողջը մեկ թվայնացված պլատֆորմի վրա պետք է աշխատի։ Ուկրաինայում պատերազմը սա ցույց տվեց։ Հետախուզական տվյալները հենց ստանում են, ուղղակի վայրկյանների ընթացքում պետք է մշակվի եւ արդեն արհեստական բանականությամբ նաև կիրառման թվային այդ հարթակը ինքը պետք է ուղղակի ուղղորդի թե որ զենքով պետք է թիրախը խոցել եւ ուղղակի վայրկյաններ պետք է տևի։ Այդ ծրագրային ապահովում այդ բոլոր երկրները մլերի տարբեր է, համադրելի չեն իրար հետ։ Հասկացաք ես ինչ եմ ասում։ Եվ սա լրջագույն խնդրեմ է։ Սա դառնալու է ոնց որ այն Սու-30-ները որ առան եւ 20 թվականին մեկ մարտական թրիչ չարեցին, որովհետեւ հրթիռը հետը չկար։ Իսկ այստեղ այն բանը, որը ես տեսա, սա լրջագույն խնդրեմ է։ Մեծ գումարներ են ծախսել գնումների համար, բայց դրա օգտագործման այսպես տեխնոլոգիան չեն կարողանալու կիրառել։ Եվ սա խնդիր է, սա խոսում է մի բանի մասին, մարդիկ ինչ որ բան են տեսնում, սելֆիի համար նկարում են, բայց չեն հասկանում, թե հետո դրա հետ ինչ են անելու։ Եվ լրջագույն խնդիր ենք մենք ունենալու։ Հերթական, այսպես ասենք, ցուցադրական PR ավելի շատ նպատակների համար հսկայածավալ գնումներ են անում, բայց կրկնում եմ այն պատճառները, որը ես ասացի, չես կարող ֆրանսիական եւ հնդկական եւ իրանական զենքերը թվայնացնես մեկ կառավարման կենտրոնում, չի ստացվելու։ Իսկ պարոն նախագահ, արդյոք այնտեղ դուք նկատեցիք, եթե զորահանդեսը նայել եք, կադրերը նայել եք, նկատեցիք արդյոք 8 միլիարդ դոլարի գնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասում է, որ մեր 8 միլիարդ դոլարով ավելացած պետական պարտքին զենք է գնել։ Ոնց որ միշտ ստում է, այնինչ տեսել եմ, այնտեղ եթե համարենք ոչ թե մեկ կտորով, այսպես ասենք, չեմ կարծում, որ իրենք 1 միլիարդից ավել գնումներ են արել։ 8 միլիարդից 4-ի տեղը չի երևում։ Մեր գնահատականը սա է։ Ինչ։ Իսկ մեր շնիկների մարտունակությունը ինչպես կգնա։ Որ շնիկները։ Պուլտով շնիկները նոր գնված։ Գիտեք, ամենից լավ գնահատականը կտա նրանք, ովքեր խորը ուսումնասիրում են եւ հետեւում են, թե ինչ է կատարում Ուկրաինայում։ Այդ խաղալիքները չաշխատեցին դեռ։ Եվ այդ խաղալիքների վրա հիմա փող ծախսել կան այդ ռոբոտական այդ մեխանիզմները կան, օգտագործում են, բայց ոչ այդ տարբերակով։ Սա ուղղակի sense ցույց տալու համար խաղալիքի տեղ լինելու։ Ռոբոտները կրկնում եմ, օգտագործում են արհեստական բանականությունը օգտագործում են լրիվ ուրիշ ձև։ Սրանք չեն հասկանում ինչ են անում, ոնց որ ամեն ինչ։